Անցած ամիսներին երևի շաբաթ չկար, որ համացանցում չհայտնվեր այս կամ այն քաղաքական ուժին համակրող ինչ-որ անձի մասնակցությամբ գաղտնալսման ձայնագրություն։ Իրավապահ մարմինները նշված անձանց կարճ ժամանակ հետո ներկայացնում են մեղադրանք ընտրությունների հետ կապված կոռուպցիոն բնույթի հանցանք կատարելու մասով և խափանման միջոցի համար դիմում դատարան, որը որպես կանոն բավարարվում է։ Ձայնագրությունները, որոնք դուք հիմա լսում եք, դրանք կատարվել են մի դեպքում մեկ ամիս առաջ, մյուս դեպքում մեկ օր առաջ կամ մի քանի ամիս առաջ եւ դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը երբ է դրանք հրապարակում, երբ որ արդեն իրականացնում է բացահայտ գործողությունները։ Նախ հարցեր են առաջանում սրա առնչությամբ։ Ունի նախաքննական մարմինը իրավունք հրապարակելու կարևոր ապացույց, որը կարծես թե պարունակում է նախաքննական գաղտնիք։ Երկրորդը, կա կարծիք, որ իրականում գաղտնալսումներից ոչ բոլորի համար են համապատասխան մարմինները ստացել դատական ատյանների թույլտվությունը։ Օրենքը մեզ թույլ է տալիս, որ մենք իրականացնենք նաև գաղտնի միջոցառումներ, այդ թվում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում, եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք չունենք որևէ միջոցառում, այդ թվում այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Երբ կարելի է իրականացնել գաղտնալսումներ, իսկ երբ ոչ, օրենքով ծանր եւ առանձնագի ծանր հանցագործությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ ունենալու դեպքում, իրավապահ համակարգը սակայն շուտով կարող է օրենսդրորեն ստանալ հնարավորություն գաղտնալսումների գործիքակազմը հանրության շատ ավելի լայն շերտի նկատմամբ կիրառելու համար։ Նոր մշակված օրինագծով առաջարկվում է թույլատրել օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը նաեւ ոչ մեծ եւ միջին ծանրության կոռուպցիոն հանցանքների կասկածի դեպքում։ Սա իրավապաշտպանների համար անհանգստության առիթ է դարձել։ Մասնավորապես, կա հիմքեր մտածելու, որ գործիքն այդ կիրառվելու է խիստ խտրական։ Ինչ-որ մեկը կարող է մեզ համոզել, որ մյուս համայնքապետերի դեպքում առավել իշխանամետ կամ նշանակած պաշտոնակատարների շատ տարբեր կենսագրություններով որևէ նման դեպք չի լինում։ Ինձ ոչ ոք չի կարող համոզել, մենք քաղաքական մշակույթը շատ լավ գիտենք ինչպես է լինում, բայց որևէ գաղտնալսում այդ թեմայով չունենք, այսինքն խտրական կիրառում։ 4 տասնյակ գաղտնալսումներ ընդդիմադիր կուսակցությունների աջակիցների եւ անդամների, 0 իշխանականների։ Արդեն կա նաև գաղտնալսումների մոնտաժման փորձը, նշում են իրավապաշտպանները։ Խոսքը սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ քրեական գործի շրջանակում հավաքված ապացույցների հրապարակման մասին է։ Գաղտնալսումներից մեկը հետագային պարզվեց, որ մոնտաժված է եղել։ Այնտեղ իրենց վերագրում են մի դրվագ, որ պատրաստվում են անհնազանդության ցույցերի ժամանակ ենթադրվել իբր կյանքից զրկել մարդու։ Հետո պարզվեց դա սուտ էր։ Այդ ձայնագրությունը թանապես կապ չուներ բողոքի ցույցերի պլանավորման հետ, իր եւ իր ընկերոջ 4 դատողություններին մահապատժի մասին։ Այսինքն կոռուպցիայի ամենաթեթև կասկածի դեպքում մարդը կարող է ամիսներով գաղտնալսվել եւ իրավապահների ձեռքում կարող է հայտնվել տվյալ անձին վերաբերող ինտիմ գաղտնիքներ, որոնք չունեն քրեական ենթատեքստ, բայց հետագայում բացառված չէ, որ երրորդ կարգի կայքերի միջոցով կարտահոսեն համացանց, ինչպես եղել է նախկինում։ Տեխնիկական միջոցների պատճառով հիմա եւ ծրագրային եւ ֆիզիկական սա մի հատ այնպիսի հնարավորություն է տալիս, որը ուղղակի աներևակայել է։ Մարդու անձնական տարածքում բնակարանում կարող են լսել, տեսնել ինչ կատարվում։ Սա օրենքով ձևական չի կամ արդյոք չափանիշներով, որ սա պետք է ծայրահեղագույն միջոցը լինի։ Այսինքն պետք է իրավապահը փորձի ամեն հնարավոր տարբերակ գործիք, որ իր ձեռքում կա, պարզվի մեկը չի կարողանում բացահայտել, նոր ստիպված դիմում է սրան։ Նոր օրենքի ընդունման դեպքում մեծ հաշվով հնարավոր կլինի գաղտնալսել ցանկացած անձի, բիզնես, սոցիալական, հասարակական, քաղաքական, կրթական եւ այլ ոլորտներում գործունեություն ծավալող, քանի որ կոռուպցիան շատ լայն հասկացություն է։ Դա միայն կաշառքը չէ, իսկ իրավապահները կարող են ցանկացած իրավիճակում բերել որպես հիմք մի փաստարկ։ Օպերատիվ գաղտնի տեղեկությունների հիման վրա մարդը պետք է ծրագրեր կոռուպցիոն հանցագործություն։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։